Վաշինգտոն կապիտալը 30 տարի ի վեր զբաղվում է անշարժ գույքի ֆինանսավորման հարցերով եւ վաճառքով, այսօր ամենացածր տոկոսներով հնարավորություն ունեք գնելու ձեր երազած տունը կամ վերաֆինանսավորել ձեր սեփականությունը ամենացածր ամսվճարով։ Եթե կորցնելու եք foreclosure ձեր բնակարանը կամ ունեք վաճառքի հետ կապված խնդիրներ, մենք կօգնենք ձեզ վաճառելու ձեր սեփականությունը short sale-ի միջոցով։ Վաշինգտոն կապիտալը կօգնի ձեզ այս բոլոր հարցերում։ Զանգարեք 818 240 1920 հեռախոսահամարով։ Բարզասելի հայրենիքներ, ես Տոնի Ղարաբյանն եմ Washington Capital հաստատությունից։ Այսօր մի անդրադառնանք տեսենք ինչ պատահավ ընդհանրապես շուկայի մեջ, նամանավան նոր գործեր որ ստեղծվավ հունիս ամսվա համար զեկույցը դուրս եկել, ինչ ազդեցություն ունեցավ, անշուշտ Անգլիայի վիճակը դեռ խանգարում է Միացյալ Նահանգներին դե ոչ, տոկոսները ինչ պատահավ, լիստինգներին ինչ պատահավ եւ ինչ նորություններ կան ընդհանրապես ֆինանսավորման վարկերի ծրագիրների մեջ, որ ազդեցություն ունի մեծամասնություն մեր գնողների համար կամ ռեֆինանսի համար այսօր հուլիս 17 2016 թվականը։ Ինչպես հիշում եք մայիս ամսվա գործերը որ ստեղծվել էր, եթե հիշում եք մոտ 35,000 գործեր ստեղծվել, որ անհավատալի քիչ էր, որ բոլոր մարքեթինգ կենտրոնական բանկին բոլորը շոկի մեջ էին որպես surprise։ Անշուշտ միշտ երբ որ լուրը զեկույցը դուրս է գալի թիվերը անցնում է վրայից շաբաթներ եւ ավելի կոնկրետ հաստատելու համար ինչա եւ revised number-ը 35,000-ը կամ 38,000-ը պաշտոնական իջավ 11,000 գործերի որ ստեղծվել էր մայիս ամսվա մեջ բայց հունիս ամսվա գործերը խնդրեմ մեր մյուս ռիպորտաժն ատա մասին նայենք այո ուրեմն հունիս ամսվա գործերը որ ստեղծվավ մոտարապես 287,000 գործեր ստեղծվավ այո ինչպես տեսնում եք 287,000 գործեր ստեղծվավ որ ինչպես բանք մարտ ամսվանը արդեն բավականի քիչ մայիս ամսվաներություն որ revise ել է 11,000 գործերի բավականի քիչ էր եւ այս արդեն հունիս ամիսը մոտարապես recover անում վերջին երկու ամսվան այսինքն ապրիլ եւ մայիսին է որ արդեն բավականի ցած էր եւ այսի պատճառով միջինը average-ը բարձրանա մոտ 147,000 average-ի անշուշտ ինչ գործեր ստեղծավ ինչպես նոր տեսեք այս մայիս ամսվանն որ ասում եմ 11,000-ը եւ հունիսին է 287,000 դա միջինն այլ է վերջի 3 ամսվանը մոտարպես 147,000-ի իջ է որ դրանք են այս գործերը ստեղծվել անշուշտ ստան որ եթե տեսնում եք այս պարոնը Labor Secretary-ն է Department of Labor Secretary-ն է պարոն Thomas Perez-ն է որի համար կարևոր էր որ համար մեծ անհանգստություններն են որ ավելի քիչ է քան թե սպասելիքը եւ էսի պատճառ այլն որ շուկան ցածկի ավելի ինչ ասում են conclusion-ների որ ինչ է լավ economy վատ է կամ լավ է այդ իր մտահոգությունն է ուրեմն որ դրան գործերը լավ էր եւ այս 287,000 գործեր որ ստեղծվավ hospitality leisure այսինքն հոթելները եւ ռեստորանները եւ այլն մոտ 59,000 գործեր ստեղծվավ ընդ եւ healthcare-ի մեջ լինելով բժիշկ nurse կամ որևէ chiropractor ինչ-որ բժշկական field-ի մեջ medical billing եւ այլն 58,000 այդ գործերի մեջ այսինքն մոտ 120,000 միայն այդ երկուսի մեջ այլ է եւ էսի
Ինչպես ասեմ 147,000 վերջի 3 ամսվա միջինն այլ է գործերինը, որ ընդհանրապես լավ, բայց այս 287,000 գործերը, որ դուս եկավ, սա այս job report-ը նախքան Անգլիայի Brexit-ի խնդիրն էր, vote-ն էր, որ անցյալ ամսի հունիսի 8-ին, որ ասան, հուլիս 8-ին, այն ժամանակ արդեն Brexit-ի հարցը չկար, ուրեմն նոր նայելու են, որ այս անցյալում ինչա լինելու Brexit-ի արդյունքը ինչա լինելու, արդյոք խանգարելու առաջիկա ամսվա հուլիս ամսվա գործերը կամ օգոստոս ամսվա գործերը եւ կենտրոնային բանկը դա նայելու է, որ okay, ճիշտ է, լավ լուրեր, որտեղ ընդհանրապես կենտրոնական բանկի համար that's exactly what they want. Այս թիվերը միջինը, որ 147,000 է, that's exactly այդ նամբերներն ուզում են, թե հիշում եք, ստանը քանի ամիս առաջ խոսացել եմ, իրանք ավելի շուտ 88,000-ից 100,000 գործ ստեղծվի, իրանց համար դա շատ ճիշտ էր եւ նախքին 11,000 որ դուս եկեք կենտրոնական բանկի նախագահ Ջանետ Ելենը հատուկապես շեշտել է որ that's very irregular, այսինքն աննորմալ մահաթիվ էր, սպասելիք չէր, չեն կարող մահաթիվ վրա որոշում տալ, բայց ինչևիցե առաջ մեզ շուկան էկոնոմիստները, վարպետները ամենը սպասում են որ անշուշտ հուլիս, օգոստոս ամիսների մեջ որևէ բարձրացումներ չպետք է լինի կենտրոնական բանկի կողմից կարող է սեպտեմբերին նայելու են ես ինչպես 2 տարի ասում եմ ընտրության տարի է ընտրության տարին տոկոսները չեն բարձրացնի պաշտոնական ասում եմ որ կենտրոնական բանկը չեզոք մհատ ընկերությունը կամ հաստատությունը որ politics-ի է չի խառնում ուղղակի միայն էկոնոմիա նայում բայց իմանում ենք որ դա չի հնարավոր չի անշուշտ տարբերություն տալու է իմանում ենք արժեքները բարձրանում է եւ բարձրացել է եւ այս ծավի շարունակվում է բարձրացումը բայց ոմանք նամանավանդ երիտասարդները որ միլենիալներն են որ եթե հիշում եք մենք ամիսներ տարբեր զեկույցներ ունեցանք in regards to millennial այսինքն մինչև 35 տարեկան եւ ավելի երիտասարդ անձնավորությունները Միացյալ Նահանգներում եւ իրանց եկամուտ, իրանց մոտեցումը, իրանց ինչեր են սիրում, ինչեր զբաղմունքներ ունեն որ ամիսներ մենք ունեցել ենք տասնյակ ռեպորտաժներ տաս մասին եւ առաջիկա շաբաթ եւ ամիսներում նոր ենք շարունակենք բայց մեկ բան որ պատահել է այս մեծամասնությունը ունեն student loans եւ ստա մասին նախկինում խոսացել ենք բայց այս արժեքները որ բարձրանում է ուսումնասիրությունը այլ է որ confidence-ը ժողովրդի վստահությունը սկսել է իջնել պատճառ արժեքներին որ բարձրանում է ավելի traffic-ը քիչ հոտ է open house-երի ժամանակ ավելի քիչ հոտ են ժողովուրդը նկատե այսի բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը եւ իրանք ավելի ձեռնպահ են mortgage եւ վարկ վերցնել այսի ստուդենտների մասին միլիոնի մասին չի խոսքը ընդհանուրի մասին է խոսքը ուրեմն այս ուսումնասիրությունը այլ է որ ընդհանուր առմամբ գնողների նոր survey այլ է որ գնող National Association of Realtor-ի կողմից որ գնողների քանակը որպես հետաքրքրված են թիվը ավելի իջնում է ինչու որտեղ մեծամասնությունը մտահոգ են իրանց student loan-երի մասին որտեղ չափսերը մեծանում այդ հիշում եք նրանք որ հետևում են մեծ ծրագիրին որ 2 տարի առաջ զեկույց ունեցանք որ ինչպես tuition-ները այսինքն ամսավճարները համասարներն թանկանում է եւ տարբեր advertising-ներով գրավում են որ պարկերը տան ինչևիցե ուրիշ հարցատամասին հետո խոսանք սա մոտ 3/4 Միացյալ Նահանգների ժողովուրդը 3/4-ը միայն երկրորդ երամսյակին իրանք ուսումնասիրություն հարցազրույցից հետո կարծում են որ բավականից է good time to buy դեռ առաջ մեզ մարքեթը լավ ժամանակ է որ առնեն բայց հակառակը նրանք որ վարձու տուլ են նստում այսինքն իրանք վարձու են նստում ընդհանրապես 62%-ը ասում են հիմա լավ ժամանակ է տուն առնելու բայց դա իջեր է ինչու որովհետև նախկինում անցյալ տարի նույն ժամանակ 68%-ը
ասում են որ it's a good time to buy եւ այդ 6%-ը բավականին մեծ տարբերություն է տվել անշուշտ ստանք որ ասում եմ 35 տարեկան եւ ավելի ցածր մասին է այսօր միլենիալները որ ինչպես ասում 35-ից ցած են իրանց հավասարաբար նախկինում անցյալում նույն իրանց կատեգորիի մեջ նույն իրանց տարիքի մեջ ամենից քիչ տանտերներն են այսինքն ամենից քիչ տոկոսային բաժինով որ տուն ունեն համեմատաբար նախկինում 10 տարի առաջ նույն գրուպի մեջ բայց երբ որ նորեն ուսումնասիրություն արել ընտանք որ տանտերեն տուն ունեն 4 out of 5 մոտ 80%-ից ավել իրանք որ արդեն տանտեր են եւ իրաց տարիքն է միջինը 55-ից վրև ասում են it's still a good time to buy անշուշտ իրենք տանտեր են տեսնում են արժեքները ինչքան բարձրացել իրենց համար շատ ավելի հեշտ է այդ կարծիքը արտահայտվելը որտեղ իրանք տուն ունեն եւ կարող են արժեքը բարձրանալ անշուշտ հոմոէկույտիները ընդհանուր էկույտին տան էկույտիները այսինքն ինչքան տան արժեքը բոլոր միացյալ նահանգներում collectively այս տարվա առաջի երամսյակը հունվար փետրվար մարտին $260 բիլիոն լավ collective ընդհանրեն equity-ն որ բավականի շատ է եւ existing home-երը այսինքն ոչ թե նորակառույց արժեքները existing home-երը ոչ թե նորակառույցի բայց պատրաստ են տուները արդեն սարքված են ամենից թանկ ժամանակն ամենից թանկ արժեքն է this the peak որ էլերա average ընդհանուր միացյալ նահանգների մեջ այս տարի մինչև հունիս առաջի 6 ամիսը բոլոր միացյալ նահանգների միջինը տան արժեքները մոտ 5% բարձրացել է average-ը այո which is huge very large ճիշտ է նախկինում ունեցել ենք տարեկան double digit-ներ եւ այսի ասում միջինի մասին է խոսքը ոչ թե քաղաքներ եւ նահանգներ եւ տեղամասեր 8-10-12% արժեքները բարձրանում է եւ սա պատճառայլում որ այն տանտերները որ միջոմա չին վաճառում նստել են sideline եւ սպասում են որ արդեն իրանց համար this is the time դա համար listing-ները շատ ավելի շատացել է բայց դժբախտաբար just because it's the peak չի նշանակում որ աննորմալ արժեքներ պետք է դրվի սխալ մի հասկացեք այսօր եթե մահատուն 6 ամիս առաջ կարժեր 600,000 կարող է տունը այսօր արժի օրինակ եմ ասում բայց առանցի որևէ հաշվարկի կարող է որ ասենք 5% ավելացումով վաճառվի բայց ոչ թե 10-20% ավելացումով մարքեթ մտնի եւ ամեն տունի մասին չի խոսքը տուներ կան ինչպես տարիներ եւ ամիսներ ձեզի բացատրել եմ defect տուներ կան defect ասելով ինչա օրինակ երանգյուն հող ունի եւ տունի վերջը օրինակ ասենք կամ էլեկտրական լարերի տակա կամ հետեւը washing-ա որ ամեն մարդ չի ուզում եւ կամ փողոցից օրինակ մատենորը listing է տեսա փողոցից տուն մտնելու համար 30-40 հատ աստիճան պետք է բարձրանա իր ապարտման քանդելու մասի չի տուն house էր փողոցը պետք է park անես կամ garage or ցածենա 40 հատ աստիճան պետք է բարձրանա իր այդ տան մեջ ամեն մարդ չի ուզի այդ տունը ապրի մանավանդ երեխաներ կամ տարիքով միայն այդ մեջ կարող է ապրի անձնավորությունը between ages of 18 to 40 եւ no kids or կարողանաս այդ աստիճան այդպես ինչ եմ ուզում ասել եմ defected property-ների մասին չի խոսքը ընդհանրապես այն property-ների մասին է որ հնարավորությունը կա so այսօր վաճառողները եւ agent-ներն են անշուշտ խոստումներ տալով իրանք list են անում որ ծախվի միայն դժբախտաբար listing-ները շատ են եւ ճիշտ չեն եւ սկսում են արդեն տեսնում եմ որ reduced արդեն շատ եմ տեսնում որ արժեքները իջացնում են եւ պետք է ճիշտ արժեքով վաճառվի
Սա անշուշտ տարբեր ուսումնասիրություններ այլ է, բայց այդ անգորժը վաճառեն, ուզում են ուրիշ տուն առնեն, որտեղ վաճառում են, ինչ են անելու, մետեւեք է կամ upgrade են ուզում անեն կամ մեծամասնություն նկատել եմ նրանք որ վաճառում են այսօր եւ նախկինում կրկնել եմ բոլորի մասին չի խոսքը մեծամասնությունը չէ, բայց բավականի նկատելի կան նրանք են վաճառում որ տարիներ խնդիր ունեցի իրանց տունը չեն կարողացել վաճառեն, հիմա պատճառ արժեքին ասում է դամփանենք, որ իրանք նորմալ տուն առնենք եւ այս գնողները ուրիշ տուն պետք է առնեն, այդ էլ մեկից չի օգնում նոր բայերներին։ So ընդհանրապես այդ բայց մեկ բան որ էլ era օրինակ student loan-ի մասին էր խոսքը student loan-ը financially մատ slide-ի վրա կարելի է ցույց տանք student loan-ը ընդհանրապես մեկ բան որտեղ խոսքը student loan-ի մասին չեմ ուզում շեղվեմ student loan-ը ինչպես տեսնում եք the financial and emotional impact of repaying student debt is contributing to a delay in purchasing a home for many would-be buyers. I think եթե over student loan ունի արդեն իրանց համար բացի որ ֆինանսավորման դժվարություններ կա, այլ նույնիսկ կարող է հոգեկան իրանց խանգարում է, որովհետև չեն կարողանում ժամանակին վճարեն կամ այսինքն ժամանակին late չեն, late-ը ուրիշ պատմություն է, այդ մասին հետո կասեմ, բայց որովհետև վարձերը շատ արագ թանկանում է, չեն կարողանում save անեն, չեն կարողանում առնեն, որովհետև արժեքներն է թանկանում, վարձը թանկանում է, save չի ելնում, տան արժեքները թանկանում է, qualify չեն ելնում, եւ էսի պատճառը միլենիալները չկարողանան տուն առեն։ Lawrence Yun-ը chief economist of realtor-ն է, որ ինքը այս մասին ուսումնասիրել է։ So բավականին մեծ երիտասարդները, որ իրանց prime ժամանակն է, որ տուն առնեն, իրանց ճիշտ ժամանակն է, այսինքն կամ նոր ամուսնացածներ կամ նոր երիտասարդներ, որ it's perfect time to buy a home, դժբախտաբար problem ունեն։ So նախկինում որ ես ասում եմ անցյալ շաբաթներում կրկնեմ, որ հիմա մեկից հետո նորեն կանդրադառնամ, որ ընդհանրապես եթե տուն ունեք եւ տոկոսներ ցածա, երբ որ cash out հանեք, գումարը հանեք եւ ձեր զավակների համար ապահովեք որպես student loan-ի դիմեն եւ կարողանան համալսարաններ ավարտեն եւ դուք իրանց մեջք կայնեք, իրանց ապական շատ ավելի լավ ու հեշտ պետք է լինի, նամանավանդ օրինակ անմիջական ընկերներ ունեմ ճանաչում եմ, որ իրանք իրանց երեխաները ավարտել են առանց student loan-ի, շատ ավելի հանգիստ են, pressure-ի տակ չեն, ճիշտ է մեկ կողմից ծույլանում են, որտեղ գործ փնտրելու կարիքը չունեն, որովհետև պարկ չունեն, բայց դա տարբեր հարց է, դա արդեն անձնավորության իրանց ինչի ցակում ունեն, բայց ընդհանրապես it's a perfect timing, տարբեր պլաններ կա, 502 ծրագիրներ կա, որ պետական ծրագիրներ, որ կարող եք այդ գումարները դնեք այդ հաշիվների մեջ, որ tax չտակ կամ կարող եք մեջ դնեք, որ տոկոս հավաքեք, IRA-ների մեջ կարող եք դնեք, այսինքն եթե 3-4% ձեր rate-ն այնելու 20 տարվա մեջ, էսի այդ անձնավորությունը student loan-ը շատ ավելի թանկ այնելու, բայց դու 3-4%-ի կարող ես 1-2% return ստանաս։ Ինչ որ պատահում է, ուրեմն այս student loan-ների մեկ ազդեցությունը, որ տեսնում են first time buyer-ների մասին է, ինչու որտեղ երբ որ մեծ մասը նոր երիտասարդներ ովքեր տուն առեն չեն կարող պատճառ student loan-ը մեծամասնությունը first time home buyer-ներ են, ուրեմն first time home buyer-ները, եթե նայենք slide-ի վրա, այս ուսումնասիրությունը որ էր, խնդրեմ slide-ը թե կարելի է ցույց տամ, այո, ուրեմն first time home buyer-ները historically ամենից քիչ թիվն են կազմում։ Հիմա մոտավորապես բոլոր հունիս ամսվա մեջ բոլոր գնողների 30%-ը first time home buyer-ին, այո, 30%-ը, 30 ասելով, այո, այդ շրջակայքում 1/3-ը, որ եթե նախկինում միջին էր 40%, այսինքն 10%-ը մեծ ազդեցություն ունի ընդհանրապես շուկայի վրա, որ նկատում են first time buyer-ներ չեն եւ դրանք
վերջապես տուն կուզեն, այսօր չի 5 տարի հետո 10 տարի հետո երբ որ կարող են, բայց շինարարությունը construction-ը որ շարունակում է, construction-ը դեռ չեն սարքում affordable housing-ներ, այն է մեծամասնությունը պատճառ ծախսին եւ այսի պատճառը այլն որ affordable housing-ների արժեքները բարձրանա եւ first time buyer-ները այդպես sideline-ի վրա սպասում են, չեն կարողանում տուն առնել, որտեվ մեծ խնդիր ունեն։ Ուրեմն 61% respondents to the realtor survey ասել են, որ իրանք լավ ժամանակ է հիմա տուն առնելու ընդհանուր առմամբ, քան թե 56% նախկին երամսյակի մեջ։ So student loan-երը ազդեցություն ունի այսօր, եւ միայն student loan-ի մասին չի խոսքը։ Մեքենայի payment-ը, հիմա մեքենան կարճատև է, երկարատև չի, փոքր է, կամ բայց credit card-ը, կամ երեխաների վրա փորձեք այդ ճնշումը ջդնեք, որ պետք ունենք այդանք furniture առնենք քո credit-ով, այդանք ես ինչ որ ելնի, so պետք է փորձեք երեխաների վրա zero ճնշում դնել նամանավան student loan-ները, որտեղ եթե կենտրոնանանք անմիջական մեր շրջակայքի մեջ եւ իմանում ենք Սիսանը կա, Cal State Northridge-ը կա եւ վտանգ որ ավելի արժանվեց, ավելի արժանացելով դե նա դա cheap եւ մինչեւ այդ ժամանակը կա թանկարժ։ Ուրեմն եթե թինեյջերներ ունեք կամ որևէ տարիքի երեխա եւ equity ունեք տունի ժամանակ, որտեղ հիմա equity ամենից highest equity-ն է, ամենից քիչ տոկոսներն է, perfect timing refinance անեք 50,000, 100,000, 200,000 ինչքան որ տեղ ունեք cash out անեք ոչ թե line of credit-ով, այլ կարողանաք cash out անեք fixed rate-ով այդ տոկոսը ապահովեք invest անեք մեկտեղ, որ կարողանաք դա վրա օգտակար լինեք ձեր երեխաների։ Ուրեմն այս խոսքի վրա նույն ժամանակ ուսումնասիրություն այլ է որ personal loans ասելով credit card-ի մասին չի խոսքը եւ personal loans-ը տարիներ առաջ հիշում եմ ավելի շուտ 80s-ում հնարավորություն կար մի բանկ ասում էր որ I'm looking for a personal loan եւ application-ը լրացնում եւ կարողանում էր personal loan վերցնել եւ հետո կամած personal loan-ը անհայտացավ որտեվ ռիսկի հարցեր, կորուստներ շատ ունեցան եւ էսի պատճառեր ելնում որ բանկերը ընդհանրապես հրաժարվան personal loan-երից եւ մեր ժամանակ ժողովուրդը նույնիսկ չի իմանում որ personal loan հասկացողությունը կա եւ մեկը որ հեռացանոց personal loan-ը ուզում նույնն այն որ credit card-ի դիմես նույն պայմաններ։ Ուրեմն հիմա personal loan-երը շատ սկսել է շատ active ելնել, շատ ավելի շատացել է եւ անշուշտ տալիս են ընդանց with the good borrowers, good credits ամեն մարդու համար չի միայն ընդանց համար որ they have excellent credit անշուշտ եկամուտն էլ պետք է նկատի առնենք։ Ուրեմն 2015-ի առաջին 3 երամսյակի մեջ մոտ 30.24 billion in personal loans Personal loans, այսինքն unsecured, ոչ թե mortgage loan, ոչ թե auto loan, այլ personal loan։ Հիմա կան ոմանք լինդրեր են մեքենայի վրա եւ այլն, բայց մեծամասնությունը unsecured են։ So հաջախորդները, որ իրանք prime հաջախորդներ են կամ near prime մոտարապես perfect են, իրանց personal loan-ը մոտարապես 67% լոները իրանց է դրվել որ 2013-ից մինչև հիմա ուսումնասիրել են, անշուշտ էսի ապրիլ ամսվա ուսումնասիրությունն է, որ TransUnion-ն արել եւ Discover-ը, ինչպես իմանաք, Discover-ն էլ մատ ուսումնասիրություն արել իրանց նայելով, որ personal loan-ները մոտարապես 60%-ը had good, perfect credit, perfect borrower, միայն credit-ով չի։ Տարբեր պատճառներով Discover ճարել որ 1/3 expected use of personal loan-երը, այսինքն 1/3-ը այս personal loan-երը ուզում են օգտագործեն to purchase a car, այո, մեքենա առնելու համար, so փոխարեն այդան used car-ի մասին է խոսքը, ոչ թե նորը, եւ փոխարեն այդան
բանկերից բանկ կամ ընկերեն ես խաղերի մեջ իրենք personal loan վերցնում են փողը ձեռնա եւ այդում է bargain անելու 17% մոտարապես բժշկական medical use medical expense կամ plastic surgery ավելի շուտ ասելով բոլորը չէ բայց մեծամասնությունն էլ դժբախտաբար կարող եմ ասեմ դժբախտաբար դժբախտաբար ումի համար ժողովրդի համար ոչ թե բժիշկների համար դժբախտաբար due to social media Facebook-երի պատճառով մեկը մյուսին նայելով կամ այս TV-ների reality show-երի պատճառներով լինի housewife-ներից եւ այլն պատճառը այլն որ երիտասարդները կամ ամեն տարիքի իրանք plastic surgery-ների ավելի դիմելով ուզենալով որ competition-ի մեջ մնան personal loan-երով են անում եւ վերջը խնդիր են ունենում անշուշտ 11%-ը օգտագործել են to consolidate their debt այսինքն իրաց պարկը միացնեն իրար consolidate or that's a great idea եթե անշուշտ ուրիշ բան չունես ուրեմն մեր բաներից որ հարցերից որ ասում է depending on how much you need and when you need it կարևորը որ նկատի առնես երբ դիմես personal loan-ին depends on how much you need and when այսինքն unlimited չի եւ taking a personal loan may be advantageous պատած անգամ ձեռնատու է մանավանդ եթե consolidate ուզում անես եւ էսի խոսքը մեծամասնությունը ընդա որ տուն չունի անշուշտ չմոռանանք գիտե տուն ունեք էկույթ ունեք այս բոլորը it's down the drain որտեղ տունի վրա cash-ը տանելը շատ ավելի արժան ու լավ է so մյուս բանը ասում է you want to cast a wide net and know what all your options are այսինքն լրիվ ուսումնասիրես հարցուզրույց անես որ մեկնա ճիշտ ձևը այս գործը անելուն է որտեղ հատուկ potential-ներ կա մեծ մասը ամենից կարևորը low rate տոկոսը քիչ է լինի որտեղ especially եթե նամանավանդ credit card-եր ունեք օրինակ credit card-երը փակելու համար շատ նախընտրելի է որ ավելի տոկոսը քիչ վերցնեք քան թե ձեր credit card-երը որ շատ ավելի բարձր է հիմա ինչ այլնելու ամեն մարդունը տարբեր է օրինակ եթե մենք կարող եմ slide-ի վրա ցույց տամ մեծամասնություն օրինակ եթե տեսնենք for example օրինակ եմ տալի մեծ Sofa ընկերությունը կա եթե հիշում եք նախկինում ասել եմ մանավանդ student loan-երի համար որ consolidate անեք իրանց միջինը 5.95% է մոտ 6% իրանց տոկոսն է average-ը եւ սա 3 տարվա loan-ը 3-year loan $10,000 համար այսինքն $10,000 վարկ եք ուզում 3 տարվա համար 5.95 as a personal loan Համեմատելով օրինակ Wells Fargo եւ Lending Club-ը մոտավորապես նույն personal loan-ներ ունեն at 5.99% եւ անշուշտ Earnest ընկերություն կա մոտավորապես 6%։ Այսի անշուշտ բախտատելով average cashback credit card-ը ոչ թե charge անես, այլ թե credit card-ը cashback ուզենաս վերցնես, միջինը մոտ 17%-ի չափ է, որ ամենից low interest-ը credit card-ը մոտավորապես 12% է։ So տեսեք այդ ընդհանրապես ձեռնատու այլում այդ ձևով օգնելը, բայց ինչևից է, ստանք որ ասում եմ չմոռանաք, number 1, եթե տուն չունեք, եթե տուն ունեք, number 1 is real estate այսօր միջինը 4%-ով է 30 տարվա fix կամ 3%-ը 20 2.5%-ը ինչ է 2.1%-ները բավականին ցած է 15 տարվա fix so there's really no point որ այդ լոների դիմել անշուշտ personal loan-ը արագ է 48 hours to 72 hours 2-3 օրվա մեջ application-ը դու պատասխան են տալի բայց բեկե loan են qualified լինես credit-ը լավ էլի եւ այլն դες կա լիքը պարկ ունենաս հետո դիմես ասես էլ պարկ եմ ուզում չեն տա այն ժամանակ so love credit because բայց եթե line of credit ես դիմում տունի վրա դա տարբեր ռիսկ է so բայց եթե տուն ունես այս personal loan-երը հակառակը բացի որ tax write-off չի տունը tax write-off-ը շատ ուրիշ առավելություններ ունի, so դա համար այդ կողմից չեմ մտածում։ Շատ ավելի մանրամասեր ունի, բայց հիմա չեմ ուզում մանրամասերի անցնել այդ personal loan-երին, որտեղ ընդհանրապես ես խորհուրդ չեմ տալի, միայն այն ժամանակ որ ասեմ you have no choice
բայց ինչևիցե պետք է ընդհանրապես հեռու մնալ տանցից, unless you have to նամանավանդ credit card ունես consolidate անես։ So հետայտում իմ ասածս որպես student loan-երի մասին, որ նախկինում հաշվել իմ հաջախորդներ ունեցել եմ ես վերջի քանի շաբաթվա մեջ որ արտահայտել են որ հեռուստատեսության վրա գործը կատարեք, ինձ մոտեցան ասෝ այո, իրանք ուսումնասիրել են եւ խոսացել են քանի այդ financial advisor-ների հետ, որ եթե այս գումար որ հանում են դնեն որևէ տարբեր investment-ների մեջ, որ դժբախտաբար հեռուստատեսությամբ չեմ կարող ասեմ, այդ investment-ների մեջ դնելով կարող են conservatively, այսինքն ապահով ձևի մոտարպես 1%, 1.5% իրանք return ունենան։ Բայց ասում what if իթամ տուն առնեմ որպես investment student loan-ի college-ի համար։ Ինչ է նշանակում։ Ասում եթե այսօր ես 100,000, 200,000 cash out անեմ եւ այդ համը հա տուն առնեմ։ Մինչեւ իմ երեխաս մեծանա, մինչեւ դպրոցական համասարական լինի եւ իր համար student loan-ի փոխարեն այդ տունը վաճառեմ, equity-ն օգտագործի որպես gain, որպես շա, օրինակ ասենք 400,000-ի տուն եմ արել, անցյալ վրայից 5 տարի կարժի 450,000, 50,000 շահեր ենք, ես հետ կծախեմ 50,000 student loan-ի կետա իմ 400-ից ինչ-որ վերցրեմ տունի վրա հետ կփակեմ։ That's a great idea, անշուշտ դա միակ չեմ իմանում մինչև այդ օրը ինչ այլնելու տան արժեքները։ Ինչն էլ դժվար եմ տեսնում, ինչպես տեսնում եք, problem ունենք դեռ այսօր 100 միլիոնավոր գնողներ դեռ առայժմ չեն կարող տուն առնել, որտեղ չկա, ոչ թե they don't qualify, այդ էլ ուրիշ հարց է, տուն չկա, այս միլիոնավոր ժողովուրդը չեն այն հատանալու, մնալու են եւ ասելու այսօր չեմ կարող առնեմ տուն չկա, վաղը չեմ կարող առնեմ տուն չկա, 1 տարի հետո 2, 3, 4, 5 տարի հետո eventually I need to buy a home եւ այս միլիոններ երիտասարդների վրա ավելանում են մյուս երիտասարդները որ տարիները անցնում է օրինակ եթե նայեք այսօր crash-ը որ ունեցանք 2008 թվականին այսօր 2016 թվական ենք 8 տարի անցել է crash-ից միջինը եթե մահ 15 տարեկան երիտասարդ այլ այն ժամանակ որ չի այդպես բաներ բաժամ տունում լսում էր որ ծնողներն ինչ-որ գործի կամ եկամուտի կամ դժվարություններ այլ է մի բան լսեր կամ ուսումնասիրել հիմա երիտասարդը 23 տարեկան 24 տարեկան երիտասարդը եւ արդեն ինքը կարող է ավարտել, կարող է դեռ ավարտելու վրա է եւ իր տունը պետք է առնի եւ չի իմանում recession-ից առաջ ինչ այլ է, այն կարդացել է, բայց փորձառությունը չունի եւ այդտեղ 5 տարի հետո է ելնելու 28-29 տարեկան, իր 15 տարեկան եղբայրը կամ քույրը ելնելու 23 տարեկան։ Եվ այդտեղ բոլորը հետևի տուն են ուզենալու։ Չմոռանանք միացյալ գլոբալական երկիր աշխարհում որ ապրում ենք, այս գլոբալական աշխարհի վիճակը որպես պահանջ մեկ երկրից մյուս երկիր եթալու ինվեստոր, ինչպես անցյալ շաբաթ ասեմ, foreign investors, օրինակ Անգլիայի հարցը մեկ օրվա մեջ, մեկ շաբաթվա մեջ, մեկ ամսվա մեջ չի լուծվելու եւ միլիոններով անգլիացիներ որ արդեն առաջին տեղն են գրավում որպես foreign դրսեցի real estate owner բացի կանադացիները այդանք ավելի են գալու այս կողմը տուն առնելու որտեղ իրենց փողը մի մետե դեն չկորցնեն safe haven ինչպես անցյալ շաբաթ ասամ արդեն մեկի հիմա խոսք կա այս անցյալ շաբաթ լսացի որ Չինաստանը արդեն ժողովուրդը հիմա Չինաստանում ինվեստ են անում ինչպես որ մինչև հիմա Չինաստանը կորուստներ ուներ դուրս է գալի բայց չմոռանանք Չինաստանի մեծահարուստները շատ են շատացել բայց իրանք էլ որտեղ փող ունեն պետք է ինվեստ անեն մետե նորեն Միացյալ Նահանգներ են գալի ինչպես լսացի ուրբաթ օրը Թուրքիայի վիճակը ինչպես է լավ եւ այստեղ ամենը գլոբալական ազդեցություն կա, որն են գալի Միացյալ Նահանգներ։
Այսօր Brexit-ում Անգլիայի ստոկը վնասը կորուստը որ են ինվեստանում այստեղի stock market-ի մեջ անցյալ շաբաթ ստեի stock market-ը gain շահ ինչու է շահը որից է գալու Անգլիայի դուսի փողերը կամ ոչ թե անգլիացին այլ օտարացին որ Անգլիայում էր ինվեստարի փողը ստե է ինվեստանում so դա համար տոների արժեքները իջնելու մի սպասեք ինչքան շուտ բայց տոկոսները չի նշանակում միշտ ցած կմնա տոկոսը տարբեր հարցում է Mən նայում մարքեթի ինչպես փակվավ մեկի շոր ուշանում եմ չեմ ուզում որ ուշանամ ուրեմն եթե նայում մարքեթը Dow Jones ուրբաթ օրը փակվավ նայեք 18516 այո 18516 10 point էր ուրբաթ օրը բայց լրիվ շաբաթվա մեջ բավականին բարձրացավ S&P 2161.74 2 point կորցավ ուրբաթ օրը եւ Nasdaq-ը 5029.59 4.47 point-ի չափ կորուստ ունեցավ Գերմանական DAX-ը 10066.90 1.40 կորուստ ունեցավ ուրբաթ օրը անգլիական FTSE-ն հայրենագիս է այո անգլիայի FTSE-ն 6669.24 մոտ 14 point-ի չափ բարձրացավ Nikkei 16497 85 մոտ 111 point-ի չափ բարձրացավ Շանհայը 3053.68 մոտ almost 0.3 իջավ Քարյուղահայրենագիստը մոտավորապես էս վերջի մեր շաբաթվա մեջ երկու շաբաթվա մեջ 48-9 էր հասել 46.28 մոտ 27 սենտ բարձրացավ Ոսկին 1337.70 4.80 կորուստ ունեցավ չմոռանանք ոսկին երբ որ stock market-ը կորուստներ ունենում ոսկին բարձրանում է երբ որ հակառակն է իջնում է արծաթը որ մի հատ ամենից լավ ինվեստմենտներից է տոկոսային բաժնով եթե հիշում ենք միշտ 12-3 դոլար 14 դոլարի չէ 20 դոլարը արդեն 15 սենտ կորուստ ունեցավ ուրբաթ օրը platinum-ը 1099 դոլար 10 դոլար կորուստ ունեցավ ուրբաթ օրը platinum-ը եվրոն հայրենագիս է այո եվրոն դեր իջերա pound-ը դեր պակասա եվրոն մոտ 1.1 եվրոն հավասար է 1 դոլարի 1.1031 euro հավասար է 1 դոլարի ոմանք ճամփորդում եք ձեր համար it's a fantastic news նախկինում ասամ կարող եք հեռացանեք ապահովեք կամ առնեք արդեն այս եվրոն եթե պահեք նույնիսկ եթե մյուս տարի եք ճամփորդելու if you can afford it այսօր առ պահի 10000 euro առ I don't know եթե կարես անգլիական pound-ը 1.31-ը բավականին ցածր է ստերլինգը եւ այս ծևի է շարունակմամբ բայց նայեք ինչ լավ բանդին այո նրանք որ տոկոսները refinance-ի համար խնդրում եմ նայեք բանդը որ 10 տարվա 30 տարվա վարկերը կապված է նայեք հունիս 10-ին 1.6 հունիս 24-ին 1.5 հունիս 1-ին 1.4 Անգլիայի Brexit-ի որ լուրերը լա 1.3 անցյալ ուրբաթ 1.5 այո բարձրացավ մոտ 40%-ի չափ այսինքն տոկոսները մոտարապես մոտ 40%-ի չափ ազդեցություն ունեցավ ամենացածից բարեբախտաբար մենք դեռ ունենք ամենացածր տոկոսները եւ հույսով ենք այս ծևի շարունակվի refinance-ների համար եթե մեկ քիչ ուզենաք կաման շարժվեք դժբախտաբար պետք է կորցնեք այդ opportunity-ին որ refinance անեք so տոկոսները դեռ ցածր են ամեն օր 1/8 40% վերցածանում է այդ մասին չենք խոսում դա որևէ բոլորովին ազդեցություն չի տալի payment-ներին կամ ազդեցություն չի տալի շուկայի մոտեցումին կամ գնողներին այո նահանգներ կամ քաղաքներ կամ average տունը average միջին տունը 80000 100000 է դրանց համար մեծ տարբերություն է տալի որտեղ իրենց եկամուտն էլ տարբեր է բայց որ մեծ թիվերի վրա այս մանավանդ Կալիֆոռնիան տարբերություն չի տալի բայց սենց ասեմ ձեզի նախկինում ունեցել եմ ուզեցել փորձել եմ ավելի շուտ որպես որպես research ուրեմն հայնակից ունեցել ասում եմ mən նայում այսօր տոկոսները ինչ է Եվ ասել եմ օրինակ 15 տարով, 20 տարով, 30, ասել օրինակ 30 տարով, okay։ Ուրեմն սենց եմ արել, հաշիվ եմ արել, ասել եմ այլ պայմանների տակ, օրինակ եմ ասում, payment-ը լինելու է $1400, օրինակ։ Եվ ասեմ ինչ է տոկոսը, ասեմ
նախքան տոկոս քեզ ասեմ, payment-ը լինում է $1400, հիմա ինչքան ես վճարում, ասում է $1600, օրինակ, okay, $200 payment-ն հետ գիշտի, բայց տոկոս ինչ է, եթե ասեմ տոկոսը 3 է, կանես, այո, եթե ասեմ տոկոսը 5 է, կանես, չէ, բայց payment-ը 200 իշնում է, so տոկոսը ինչ է, անշուշտ մեծ դեր է կատարում, բայց մեծ մասը psychological effect ունի այս պայմանների, ինչու եմ ասում, օրինակ, Եթե ամենաս քիչ ունեցել ենք 3.625 օրինակ, և մեկ երասլոտողիսը 3.875, կոնի հիմա ինչա, 4.875, մեկ տոկոս իշնում է, 400,000 մեկ տոկոս իշնելը $300-400 տարբերություն է տալի, ուրախ չես, որ 3.875 է, որտեղ 3.625 չի, so չի նշանակում բարձրացելը ամենակիչից ուրեմն, չէ լավ չի էլի, so մենք նայենք տոկոսներ ընդհանրապես որ ենք հասել, ուրբաթ օրը, առաջ մեզ դեր բարեբախտաբար ինչպես ասեմ, is still good, Այսի նրանց համար 3% down payment են ուզում դնեն, միայն 3% կանխավճար, բոլոր 3%-ը կարող են նվեր լինի, սա FHA loan-ը չի, it's a Fannie Mae-ն է կախված, մոտարպես 3.5% RS-ի PMI-ով է, առանց point-ի և 4.25 առանց PMI-ի և առանց point-ի։ Եթե 5% միայն equity ունեք և ուզում եք refinance անեք, միայն 5% equity ունեք, մինչև 417,000, այսի միջինը 741 credit score-ը պետք և մոտ 350,000 վարկի տոկոսը սա և ունեք ծախսեր, որ closing cost-եր, ինչպես որ escrow title և այլն, բայց միջինը 3.875 point-ով։ Այս մյուսները ձեզ ցույց եմ տալու ստանից տվի հետևյալները հայրենակիցներ ներողամիտ կենեք, ստանք միջինը, որ տոկոսը գրենք, որտեղ տոկոսը տարբերություն է տալի, թե պարկը 100,000 է, դե պարկը 400,000 է կամ 300,000 է։ Ուրեմն ստանք based on $300,000 loan, based on 80% equity, այսինքն 20% equity ունենաք, 1 to 2 units, այսինքն կամ single family կամ 2 unit, purchase money առնելու համար ասա, մեջը բնակելու համար, owner occupied primary residence, full tax return-ով, 30 տարվա fix, 3.25 point-ով, 3.5% 0 point-ով, 3.75 0.0 cost-ով։ Refinance-ի և ստա տարբերությունը կարող եմ ասեմ ենքան չինչինա, որ տարբերություն չեգզգա, այսինքն փոխային 3.5 ելնի կարող է 3.625 ելնի։ Ես ելնում եմ նույն օրինակ, որ մեկ քիչ առաջ տվամ, արդյոք it's not 3.5, then it's not good, բայց եթե 3.625 ելնի, չեմ ուզում։ 15 տարվան հայրենակից է 2.375 1.5 point-ով, 2.75 0 point-ով, 3.125 0.0 cost։ Նույն պայմաններն է ինչպես որ մյուսը ասամ նոր բոլորը, այսի ինչ որ հիմա ցույց եմ տալի, նույն պայմանների տակ է։ 20 տարվանը 3.375 0 point-ով, 3.625 0.0 cost-ով։ Այսի ներողամիտ կենեք, այո 20։ Ուրեմն high balance, այսինքն 417,000-ից մինչև 625,000, 20% եթե equity ունենաք, 741 credit score ելնի, 1 to 2 unit owner occupied primary տունը առնեք մեջը ապրեք purchase-ի համար, 3.5% 1 point-ով, 3.75 0 point-ով, 4.25 0.0 cost-ով։ Շատ արագորեն ասեմ հայրենակից, եթե ուզում եք տուն առնեք և ձեր agent-ը կամ broker-ը, ասում այդ հանգես ընկերոջս մոտ կամ մեկի մոտ, որ աշխատում եմ տարիների մանում եմ և այլն, և դուք ուզում եք պարզապես research անեք, ուսումնասիրեք, որ դե ինչ տոկոսներ ունի, pre-qualification-ի համար առաջ դիմեք, non-ը qualify անենք ձեզի, նախքան որ սկսում եք տուն նայել, որ once you're qualified կարողանանք pre-approval նամակը տանք ձեզի, ընտանից հետո կարող եք մեր տոկոսները բախտատեք, մի ասեք որ այսօր եթե չեթամ այդ broker-ի ծանոթի մոտ, մեկ որ illegal է,
երկրորդ ասա չեմ ուզում տունը կորցնեմ։ So ոչ մի կորուստ չեք ունենա, եթե ձեզի թանկ տոկոս է չարժանում։ Ուրեմն 30 տարվա high balance տեսակ բավական իջել է 20 տարվանը 3.625 մետոկոսով 4% 0.ով 4.3% 0.0 կաստ 15 տարվա high balance-ը մինչև 625,000 2.75 point-ով 3.125 0 point-ով FHN-ների հայրենակիցներ մինչև 417,000 3% 0 point-ով սա միայն 3.5% կանխավճարի պարագայում է 3.5% 741 score single family owner occupied over 250,000 մոտ 3% 0 point-ով 3.25 0.0 կաստով Սա streamline-ի մասին է նոր են կրկնեմ ամեն շաբաթ վստահ եմ արդեն իմանում եք ոմանք ունեք արդեն FHA լոներ եթե չեք իմանում ինչա ուրեմն չունեք բայց նրանք որ ունեն FHA լոն իրենք շատ լավ իմանում են որ ունեն որ PMI ունեն FHA լոնից FHA լոն փոխելու եթե եկամուտի խնդիր ունեք որ qualified չեք կարող եք իջացնել 3.25-ի 0 cost-ով ոչ մի ծախս closing cost չունեք no title no escrow no appraisal no credit no income no nothing ոչ մի բան չեն ստուգում բայց պետք է ձեր հիմնական վարկը FHA loan լինի FHA տալու համար 3.25 որևէ ծախս ունենաք առանց այն որ որևէ ծախս ունենաք FHA high balance 417,625,000 3.25 0 point-ով 3.625 0.0 cost-ով Եթե այսօր 4 unit առնեք կամ 3 unit առնեք $1 million-անոց մոտարապես 5% կանխավճար դնեք նոմա 3.25 0 point-ով High balance jumbo-ները մինչև 3 million 3.875 1 point-ով 4.375 0 point-ով Ես high balance-ի վրա ասեմ հայրենակիցներ high balance ինձ շատ այլում հերազայն այլում որ օրինակ SSS բանկը տոկոսը շատ ավելի լավ է քեզանից լինելով Bank of America կամ Chase-ը կամ ով Chase-ը չի անշուշտ բայց օրինակ եմ տալի հարցը միայն տոկոսին չի եթե իմս 3.875-ը մյուսը flyer-ը ուղարկել տունը at 3.5% այդ տարբերությունը մոտարապես շատ քիչ է ինձ ասում կարծես ժամանակը շատ կարճ է որտեղ լիստինգներն եմ ցույց տամ բայց նախքան որ խոսանք բանի մասին ընդհանրապես ներողություն այդ flyer-ը գալիս է flyer-ը sense ասեմ եթե այսօր գիրակեցին երկուշաբթի օրը տոկոսի 3.5% օրինակ օքեյ ես ասում տալիս եմ իմ դիզայներին մատ flyer սարքի խնդրում եմ գրես 3.5% առանց point-ի առանց ծախսի SSN այս disclaimer-ը պատրաստում եմ no problem ուղարկում ենք printer-ին ասում եմ որ այս տանցից մոտ 10,000 20,000 կամ 100,000 printer-ա եւ պետք է ստան տպեմ Ուզեմ չուզեմ printer-ը գտեվի 2-3 օր միջով տպի, ամենից արագը 2-3 օր միջով sort-ելի միջով, այնպես մեկ շաբաթ տևում է, մինչև հասնում է ձեր կամ մեր տունը։ Ուրեմն մեկ շաբաթ էլ նստում է սեղանի վրա եւ հետո վերջում ենք 3.5%։ Okay, so հեռացան մեկ։ Ես flyer ունեմ 3.5%։ Ասեմ որ այսօրվանը it's 4 But flyers in 3.5 ասեմ, այդ քո flyer-ը մեկ շաբաթվա 10 օրվա առաջվա information-ը, market-ը ամեն օր փոխվում է, չի կարող պատահի որ այդքան բան էլի։ Student loan-երի մասին ասեմ շատ արագ իմանում եմ ժամանակը քիչ է, բայց ուզում եմ շատ արագորեն դա մասին ասեմ, որովհետև նոր օրենքը դուրս եկե student loan-երի մասին, ով որ refinance անում կամ ով որ ուզում է տուն առնի։ Ուրեմն այդ արագ slide-ը ցույց տամ Fannie Mae nor orenkan for all student loans, Fannie Mae orenkana must use the greater of 1% of the outstanding balance. I think he had done as $10,000 student loan credit report balance çusatali orank $10,000. $10,000 մեկ տոկոսը պետք է օգտագործենք որպես minimum payment-ը
ինչու որովհետև եթե կրեդիտի մեջ ցույց չի տալի ինչքան պետք է լինի ասի $100 այլում են բայց եթե ասում or the actual documented payment այսինքն ճիշտ ինչքան credit report-ի մեջ ասում չէ $100 չի payment $50 է okay but asma if the actual payment is less than 1% and is fully amortized the loan, then it's okay to use the actual payment. And fully amortized նշանակում որ իրանք վստահ չեն նոր օրենք հայկե որտեղ սխալներ շատ այլ էս վերջերս որ կարող է student loan-ը վճարում ես interest only է կամ balloon-ը այսինքն վճարելու ես ինտերնետում կը refinance ուզում եմ վստահ այդ payment-ը վերջանում ունեն credit report-ը չի գրում fixed rate amortized Bege հերացանեք ձեր student loan-ի ընկերության, ասես խնդրում ինձ իմ նամակ տուր, որ this is fixed rate amortized, խնդրում նայենք, նոր օրենք այսի, քանի ու ասել եմ ասեն, տես բան չկա, որտեվ it's brand new ես, եթե նայեք ես ճիշտ ցած ասում This changes June 30th. Այսի ես չեմ գրեսի, Fannie Mae-ը, Freddie Mac-ը նույն բան ունի, մեկ չնչին տարբեր է, եւ FHN-ն էլ ունի չնչին տարբեր է, բայց effective June 30th student loan-ի օրենքը փոխվեր է, դա համար ստանք պետք է զգուշ լինեք։ Consumer spending-ը եկել է շատ լավ է, cash-ը ինչպես ասամ, տոկոսները շատ ցածր են դեր օգտագործեք եւ օգտագործեք ես մանավանդ եթե second ունեք որ consolidate պիտի անեք մեր 4 unit-ը չմոռանաք ունենք դեր Pasadena-ում ներշուն 3 unit-ը որ մեջը բնակվում է non-conforming 4 unit ունենք Այո, ուրեմն 2 bedroom 3 bath condominium-ը Burbank-ում մոտ 1408 square feet-ը չափսը շատ լավ է, it's a fantastic size, թաղամասը շատ լավ է, մեկ քիչ outdated է, նորոգություն կուզի շատ չնչին, not a big deal, $382 per square feet, $250 homeowner association-ը, $539,000 which is a great price. Համեմատ չափսին. Burbank 3 bedroom 3 bath, այո, 3 նույնիսկ 3 լվացարան, nicely remodeled, nicely done, 1330 square feet, 2007 շենքա, prime location or walking distance at central love տեղերում, նայեցին սիրուն նստելու տեղեր ունի, asking price $589,000 որ մոտ $442 per square feet այլն, բայց նայեցին սիրուն այանց molding-ներով եւ այլն, it's a fantastic home. Մյուս ունենք Sherman Oaks 2 bedroom 2 bath 1467 square feet եւ asking price $469,000 այո Sherman Oaks-ում $469,000 1467 square feet townhouse-ը երկու արկի վրա շատ մոտիկա Ventura Boulevard-ին Sherman Oaks-ում Մյուս ունենք Sun Valley 3.3 լվացարան 1385 square feet շենքն է pool են ունի $400 homeowners association-ը private garage-ն է տեսնում եք իա private garage-ով $399,000 այո $399,000 Sun Valley-ում private townhouse-ը Sunland-ում 3.3 լվացարան 1204 square feet շենքն է մոտարապես $332 per square feet, այսինքն patio-ն է, attached garage ունի $399,000 private garage-ով այո House տուներ ունենք Burbank-ում 3.2 լվացարան 1525 square feet շենքն է 6000 հողամասն է asking price $799,000 It's a good location of Burbank եւ ծախս ունես մաքուր վիճակի մեջ է ընդհանրապես տանքին սիրուն remodel-ելած է it's pretty good Մյուս ունենք Burbank 3.2 լվացարան 1649 square feet 7642 հողամասն է asking price $829,000 բայց ինչպես տեսնում եք նորեն մաքուր վիճակի մեջ է
Burbank 5 bedroom 4 bath, այո, 3119 square feet, outdated է, պիտի remodel լինի, հին է մեջին, բայց լավ պահված է, թափելու վրա չի, fixer չի, 6600 հողամասն է, $999, pool of տուն է, location is ideal, fantastic location ունի, շատ լավ տուն է, մենակ ասեմ outdated է, բայց բավականի մեծ է, 3100 square feet մենակ շենքն է։ Glendale 1 bedroom 1 bath, այո, ինչու եմ էսի ցույց տալի, 1 bedroom 1 bath հա հին է, բայց 1448 square feet շենքն է legally, so կարող եմ տեղավորվի այդ չափսի մեջ, 400 square feet էլ ավելացես 1800 լինի, բայց հողը 9300 square feet է, $699, Glendale-ի լավ թաղամասներից էլ է, it's worth looking at it։ Glendale 392 լվացարան, հոյակապ view ունի, private pool ունի, 2554 square feet շենքն է, 14000 հողամասն է, հինը outdated է, պիտի նորոգվի եւ asking price $899, but it's a great location, շատ լավ location-ում է, թաղամասը շատ լավ է։ Glendale 392 լվացարան, մոտ 1093 square feet շենքն է, փոքր է, 5082 square feet հողն է, տեղ ունի 400 square feet մեծացնելու, $599 եւ Glendale-ի լավ թաղամասներից է։ Եվ Լակրասենթա 392 լվացարան 1618 square feet շենքն է, 6500 հողամասն է, asking price $798,000։ Ինձ ասում են, կարծես մեր ժամանակը սպառվել է, բավական ուրիշ լիստինգներ ունիմ, նամանավան մեր լիստինգը, որ passive նայում է, եթե հայաբնակիչներ կան, որ passive կամ investor-ներ են, եթե առանց մեզ ուղղակի հեռացանեք, we have a better deal for you։ Կուզեմ օգտագործել այս ժամանակը եւ շնորհավոր եմ իմ հայրիկիս ծնունդը, Աստված ձերքը քո վրա լինի եւ դու քո ձերքը մեր վրա լինի, 1000 տարի ապրես հայրիկ եւ խոսանք եւ կհանդիպենք ձեր բոլորիդ, ստեսություն ձեզ։ Washington Capital-ը 30 տարի ի վեր զբաղվում է անշարժ գույքի ֆինանսավորման հարցերով եւ վաճառքով, այսօր ամենացածր տոկոսներով հնարավորություն ունեք գնելու ձեր երազած տունը կամ վերաֆինանսավորել ձեր սեփականությունը ամենացածր ամսվճարով։ Եթե կորցնելու եք foreclosure ձեր բնակարանը կամ ունեք վաճառքի հետ կապված խնդիրներ, մենք կօգնենք ձեզ վաճառելու ձեր սեփականությունը short sale-ի միջոցով։ Washington Capital-ը կօգնի ձեզ այս բոլոր հարցերում։ Զանգարեք 818 240 1920 հեռախոսահամարով։